Վերահաշվարկին ընտրությանը մասնակցած 9 քաղաքական ուժերից 3-ի ներկայացուցիչներն էին ներկա։ Հանձնաժողովականները վիճակահանությամբ ընտրեցին, թե 7 տեղամասերից որոնց քվեաթերթիկների պարկերը պետք է բացեն, եւ վիճակվեց 22, 66 եւ 78 տեղամասերից սկսել։ Սահմանադրական օրենքով, մեր ընտրական օրենսգրքով առաջին հերթին վերահաշվարկեն, պետք է վերահաշվարկվեն, եթե մենք ունենանք վերահաշվարկի դիմում բողոքներ, քանի որ չունենք, երկրորդ հերթին արվում է մեր վիճակահանությամբ արած տեղամասերը, այնպես որ 7 տեղամաս ենք մենք վերահաշվարկ անելու, սկսում ենք 22-ից։ 31-ի 22 ընտրատեղամասում ընտրացուցակներով հաշվառված 1919 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 677 ընտրող, այսինքն կեսից էլ պակաս։ Հետևաբար էլեկտրոնային տպիչ սարքը տրամադրել էր նույնքան քվեարկության կտրոն։ Տեղամասային հանձնաժողովը ճիշտ էր հաշվել չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիչների թիվը, բայց կազմած արձանագրության հետ չէր համընկնում տարածքային հանձնաժողովի տված լրացուցիչ կտրոնների թիվը։ Դրանք յուրաքանչյուր տեղամասին 100 հատ է հատկացվում, որոնք թիվ 22 տեղամասում չէին օգտագործվել, բայց ձևաթղթի վրա նշել էին տրամադրված քանակից մեծ թիվ։ Սա իհարկե տեխնիկական խնդիր էր, որը քվեարկության արդյունքների վրա չի ազդել, բայց շտկելու համար վերահաշվարկ էր պահանջել։ Համար պարկ է սանապապատասխանությունը համար բացեցինք մենք։ Մենք իրավունք չունենք, գիտենք ինչին է հարցը, բայց մենք իրավունք չունենք Թիվ 31-ի 22 տեղամասային հանձնաժողովը քվեների հաշվարկն անելիս 9 քվեաթերթիկ անվավեր էր համարել դրանց վրա գրիչով նշան ունենալու կամ պատրված լինելու պատճառով։ Տիգրան Ղազարյանը սա համարեց տեղամասային հանձնաժողովի սխալը եւ հիշեցրեց, որ տեղամասային հանձնաժողովների անդամներին դասընթացների ժամանակ բազմիցս է բացատրվել, թե որ դեպքում է քվեաթերթիկը անվավեր ճանաչվում։ Անվավեր համարվում է այն թերթիկը, որը սահմանված նմուշի չէ ու վերեն կա նշում։ Ետեսիքսպես էրնի, այսպես, վերեն նշում չերնի, սի գամբավեր չէ։ Չէ։ Չէ ամավեր չէ։ Ես ձեզում հարկի կապացիս է, եթե ամբողջականությունը խախտված եղավ, այսինքն ինքը լրիվ դրված եղավ, այն ժամանակ ինքը ոչ սահմանված նմուշի, էլի ամավեր չէ։ Պատրված կամ թե վնասված, բայց ամբողջականությունը չկորցրած առանց նշումների քվեաթերթիկներ տեղամասային հանձնաժողովի որոշմամբ անվավեր էին ճանաչվել։ Խոսքիս վրա, ժողովուրդ ջան։ Նայեք, ոչ մի նշում չկա վերել, ոչ գրիչով, ոչ բանով։ Տեսեք այն մեկի վրա գրիչով նշում կար։ Նի անվավեր է։ Սիկ վավեր է, ժողովուրդ ջան, կարող եք նկարեք բոլորի ցույց տալ։ Սիկ վավեր թերթիկ է։ Կարող է ծրարի միջից քաշել են, հանելուց մադրվել է։ Անվավեր համարված 9 քվեաթերթիկներից 6-ը թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը վավեր ճանաչեց ու ըստ քվեաթերթիկների համարների 5 թեկնածուների վերադարձրեց իրենց օգտին քվեարկած ձայները։ Երկու հատ ավելացավ քաղաքացիական պայմանագրին, մի հատ կոմունիստական կուսակցությունին, 5-րդը Արտյոմն էր։ Հասկից։ Հասկին ավելացավ, մի հատ ավելացավ Եվրոդաշինքին, մեկն էր իմ հզոր համայնքին։ Վերահաշվարկից հետո 31-ի 22 տեղամասում վավեր քվեաթերթիկների թիվն ընդամենը 6-ով ավելացավ։ Քաղաքական բոլոր ուժերի օգտին քվեարկած թերթիկների քանակը համապատասխանում էր կազմած արձանագրությանը։ Տեղամասերի մեծ մասում հանձնաժողովների անդամների քվեարկության ընթացակարգին կիսատ պռատ տիրապետելու պարտականությունների չիմացության պատճառով են խնդիրներ ստեղծվել, եւս մեկ անգամ շեշտեց Տիգրան Ղազարյանը։ Ըստ նրա, չնայած ընտրություններից առաջ անցկացված վերապատրաստումներին տեղամասային հանձնաժողովների մեծ մասի պատրաստվածությունը գնահատվում է անբավարար։ Ես ինչ եմ, որ չենք գիտել։ Դասընթացները 10 անգամ իրաց այդ բանը ասել են։ 10 անգամ։ Դասընթացները նախագահ քարտուղարները 3 անգամ դասընթաց են եղել։ Եոր չի հանձնաժողովներն է մեր մեղավորությունը չէ, էլի։ Ոչ ես դասընթաց են տվել, ոչ է քննություն են վերցրել։ Ազգային ժողովի խմբակցությունները ումոր նշանակել են, իրանք է թող ընձիգը տվա պատասխանատվություն կրեն։
Վերահաշվարկի առաջին օրը թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը հասցրեց բացել ու վերանայել 3 տեղամասերի քվեաթերթիկների հաշվարկն ու փաստաթղթերի կազմումը։ Սխալմունքներն ու բացթողումները էական ազդեցություն չունեցան քաղաքական ուժերի հավաքած քվեների վրա։ Մյուս 4 տեղամասերի վերահաշվարկը թիվ 31-ում ավարտելու են այսօր մինչև ժամը 18-ը։ Ընտրական օրենսգրքով է սահմանված ժամկետները։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։